Կներկայացնեք ի վերջո ինչ քրեական գործի շրջանակում էր այս խոզարկությունները եւ բերման ենթարկեցին արդյոք պարոն Ծառուկյանին, ինչ կարգավիճակով։ Պարոն Ծառուկյանին ձերբակալեցին, տեղափոխում են քննչական մարմին, այնտեղից էլ դատարան, կալանքի միջնորդություն են ներկայացնելու դատարան, կալանքի համար։ Մեծ հաշվով սա է, մեղադրանքները մի քիչ շատ ծիծաղալու եւ абսուրդային են, խարդախության օժանդակություն եւ փողերի լվացման օժանդակություն, այսինքն եւ մենք շատ մանրամասների մեջ չենք ներկայացնի, բայց ընդհանուր առմամբ այնտեղ որտեղ Ծառուկյանը կամ նրա հետ որևէ կերպ փոխկապակցված ընկերությունը պետքա ճանաչվեր տուժող, այս դեպքում իրեն վերածել են մեղադրյալի, խոսքը գնում է հայ-իրանական համատեղ առևտրային պալատա ստեղծվել, Ծառուկյանը փորձել է նպաստել, որպեսզի Հայաստան-Իրան հարաբերությունները լուրջ զարգանան առևտրային եւ այս առումով նաեւ պետական մակարդակով այնտեղից թույլտվություններ են տվել իրենց կազմակերպությունները, որ գան այստեղ մասնակցեն եւ հիմնվի այդ համագործակցության համար համապատասխան կազմակերպությունները, այսինքն լուրջ ներդրում արել միջպետական հարաբերությունների զարգացման առումով, բայց այդ ընթացքում Իրանի որոշ քաղաքացիներ որոշակի չարաշահումներ են թույլ տվել եւ դրա հետ կապված նաեւ այստեղ հաղորդումներ կան ներկայացած նրանց դեմ, բայց քանի որ իրենք էլ օգտվելով իրենց հնարավորություններից Իրանում են համապատասխան հաղորդումներ տվել, այնտեղի նյութերը ուղարկել են այստեղ եւ չգիտենք ինչի մեր իրավասու մարմինները պետական հիմք են ընդունել իրանական կողմի որոշակի նյութեր եւ դրա հիման վրա որոշել են, որ պետք է Ծառուկյանին վերածեն մեղադրյալի, այն դեպքում, երբ որ այստեղ ասում եմ նրա մասնակցությամբ կազմակերպությունը եւ պետք է տուժող ճանաչվեր։ Հիմա այս տեսանկյունից մեր համար զարմանալի է, որ Հայաստանի Հանրապետությունում իր քաղաքացու շահերը եւ այնպիսի իրադրությունում, երբ որ միջպետական հարաբերությունների զարգացման համար էր այս բոլոր գործողությունները կատարվել, փոխանակիր քաղաքացու շահերը պահպանվի, այս դեպքում ի վնաս է լինում եւ դա հասկանալի է, որ խոսքը այս դեպքում քանի որ Ծառուկյանի մասին է, դրա համար այս գործողությունները կատարվեցին։ Ինչի կատարվեցին, որովհետև ուղիղ հայտարարություններ եղան, սպառնալիքներ եղան, որ Ծառուկյանի հետ կապված նման գործողություններ են լինելու, ավելին հենց այս ընթացքում, երբ որ այս գործողությունները կատարվում էր, իշխանության որոշ ներկայացուցիչներ հպարտանում էին, որ տեսակ ասեցինք ու արեցինք։ Այսինքն սա դուք քաղաքական այսպես process-ների ենթատեքստում եք տեսնում, ասում եք իրավական հիմքեր ընդհանրապես չկան։ Մենք ասենք թե չասենք քաղաքական, բոլորը տեսել եք թե ինչպես է հրապարակային հանձնարարվել, թե ինչ պետք է արվի Ծառուկյանի հետ կապված, նրա գույքերի հետ կապված, ունեցվածքի հետ կապված, այսինքն դա պարբերաբար ասվել է, ընդ որում ասվել է, հիմա էլ ասում են ասեցինք ու արեցինք, եւ գիտեք մի բան էլ ասեմ, այսինքն ինչ է ստացվում, որ բոլոր քննչական մարմինները, հարկային մարմին, դատախազություն, բոլորը սպասում էին, որ այսօր նույն ժամին բոլորը միաժամանակ սկսեին գործողություններ կատարել։ Այսինքն սա ուղիղ նշանակում է, որ մի կետից հրահանգ է եղել, այլապես 19 թվականին, 20 թվականին, 22 թվականին, 24 թվականին հարուցված ինչ որ գործերով, այսօր չէր որոշվի, որ միանգամից տարբեր մարմինների վարույթներում գտնվող բոլորը միանգամից ակտիվանում են։